Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր երկրորդ քաղաքի ընդհանուր օպերատիվ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Մինչ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելը նախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցեց։ Մայիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ինչպես գործեց ոստիկանությունը, որ միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն Տիգրան Խաչատրյանին իրավապահ մարմինները հանձինս ոստիկանության չկարողացան բերման ենթարկել։ Գալայի այս հարցին արձագանքելով Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե այդ օրերի ընթացքում ոստիկանությունն ուղղակի փորձում էր գործել օրենքի սահմաններում։ Պետք է սովորել օրենքով աշխատել։ Օրենքով, երբ դու օրինական անօրինականությամբ դեմ փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում։ Հիշեցնենք, օրեր շարունակ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն նամակագրությամբ էին զբաղված։ Ոստիկանությունից հայտարարում էին, թե Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չկա եւ որ նման հրահանգ չեն ստացել, քննչական մարմնից էլ տեղեկացնում էին, թե նման ցուցում կա, այն գրավոր ուղարկվել է ոստիկանություն։ Հետո պարզ դարձավ, որ Տիգրան Խաչատրյանին ոստիկանները բերման ենթարկել չեն կարող, քանի որ նա Հայաստանից բացակայում է։ Ոստիկանությունը պրոֆեսիոնալ չգործեց, որ Տիգրան Խաչատրյանին հաջողվեց հատել սահմանը, թե այլ խնդիր կար, հետաքրքրվեցինք ոստիկանապետից։ Իսկ ուր էր այն մարդը, որը մեղադրվում է, դուք գիտեք, որ 3 օրեր հայտարարություններ չկային։ Ոչ մեկ չէր խոսում դրա մասին։ Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին եւս մեկ անգամ ճնշել, որպեսզի ցուցմունք տան։ Աներ ոստիկանությունը, դա չի արել, ոստիկանությունը չի պատրաստվում անել։ Եվ պետք է դադարի մեր հասարակությունը, պետք է դադարի ինքը օգտագործեմ տերմինս գողական մտածելակերպ ունենալ։ Երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են, մենք չենք ասի գնացեք գտեք, դուք չեք ասի, մենք էլ չենք գտնի։ Վլադիմիր Գասպարյանի ասածից ենթադրվում է, որ կոնկրետ այս միջադեպի հարցում ոստիկանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ու միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ էլ շահագրգռվածություն չի ցուցաբերել, քանի որ տուժող կողմը բողոք չի ներկայացրել։ Ոստիկանապետին հարցրեցինք, եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է եղել, ապա ընդհանրապես Հայաստանում որոնք են իրավապահ մարմինների ֆունկցիաները։ Ոստիկանության օպերատիվ փնտրողական գործունեությունը դա ծավալուն, բազմատեսակ եւ բազմաբնույթ գործողություններ են։ Նրանց մեջ մտնում է եւ համոզելը, նրանց մեջ մտնում է եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետախուզվողը փախուստի դիմաց մարդը հասկանա, որ բոլոր ճանապարհները փակ են։ Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Ու քանի որ անձամբ Վլադիմիր Գասպարյանը հաճախակի է սիրում կրկնել, որ պետք է պայքարել արատավոր եւ գողական երևույթների դեմ հանցագործությունների թիվը կրճատելու համար, հարցրեցինք, թե միգուցե այդ գործընթացն այնքան էլ լավ չի ստացվում Սյունիքի մարզպետի որդու պարագայում։ Բայց ով ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել այդ պիտակները, մինչև դեռ ստոպ ոստիկանությունը երբեք զգացմունքներով կամ սրան սիրելով կամ նրան չսիրելով չպետք է ղեկավարվի։ Գողականները իշխանության մեջ են, դրանից է որ հասարակությունն է շարունակում։ Գողականները իշխանության մեջ չկան, բայց մտածելակերպ ունեցող մարդիկ կան ամենտեղ։ Եվ լրագրողների մեջ, եւ մեր մեջ, ինչու՞մ նա բանը, դուք էլ, մենք էլ, մյուսներն էլ, մեր այս հասարակության մասերն են կամ բաժան, ինչա ձեր մոտ կաշառակեր ու սրիկա լրագրող չկա, ուզում եք 15 րոպե հետո միջուժին հանեմ դատարանի առաջ։ 80%-ը Բաղրամյան 26-ի կողմից է ֆինանսավորվում, Փեսայի հովանավորության տակ գործող։ Փեսան, ով է, ուրեմն լսեք, Ուրեմն երբ որ գիտեք, ես դա կարող եմ որպես հայտարարություն ընդունեմ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած հերթական միջադեպի ու Խաչատրյանների ընտանիքի հետ կապված մյուս հանցագործությունների հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվեց նաև խորհրդարանում։ Քննադատական ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանը, որից հետո падգամավորը մեծ հետ զրույցում հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանն իրեն սպառնացել է, մասնավորապես ասելով, թե դրա պատասխանը տալու է։ Ուստի Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե այս ուղղությամբ ոստիկանությունն արդյոք քայլեր ձեռնարկել է եւ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը որպես հաղորդում ընդունվել է։ Ընդունվում կարծում եմ եւ դատախազությունն է զբաղվում դրանով այդ հայտարարությունով, մտածում եմ այդպես։
ինֆորմացիա չեմ, իսկ մեր մոտ որպես կանոն ուսումնասիրություններ են նշանակում։ Դա տարանջվատումը ում ֆունկցիաների մեջ է դա, եւ ում ֆունկցիաների մեջ է նրանք կկատարեն դա։ Երբ խոսք գնաց ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության պակասից, Վլադիմիր Գասպարյանին հարցրեցինք, թե չի կարծում, որ պատճառն այն է, որ ոստիկանությունը կաշկանդված է գործում հիմնականում Բաղրամյան 26-ի հրահանգներով։ Հարցը լսելուն պես սկսեց վստահեցնել, թե երբևէ Սերժ Սարգսյանից ցուցումներ չի ստացել։ Պարոն Գասպարյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը արդյոք կաշկանդված չէ եւ չի իրականացնում Բաղրամյան 26-ի հրահանգները։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի երբ կսկսեմ վստահել ոստիկանությանը։ Գիտեք ինչ կա, ոստիկանությանը վստահելու համար պետք է աչք ունենալ եւ ականջ ունենալ եւ պետք է ցանկանալ դա տեսնել։ Երբ մարդը չի տեսնում, երբեք չի վստահելու։ Երբ մարդը տեսնում է եւ արդարացի է, ինչ որ մի ժամանակ կվստահի։ Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ես նախ առաջինը, ես կաշկանդված մարդու տպավորություն ոչ մեկի վրա չեմ թողում եւ չկամ կաշկանդված։ Եվ գիտեք ոնց ասեմ, պաշտոնապես ասում եմ, հա, դա բառ օգտագործեմ, երբեք ոչ մի անգամ ոչ մի ներգործություն ոստիկանության վրա չի եղել եւ չի կարող լինել։ Ոչ մի տեղից, իսկ ինչ վերաբերում է Բաղրամյանին, գերագույն գլխավոր հրամանատարը երբեք ոչ մի անգամ, ոչ մի ցուցում չի տվել ինձ որպես ոստիկանապետի այսպես կամ այնպես անել։ Միշտ այդ թվում բոլոր միշտ սпасելա զեկուցին, լսելա զեկուցը եւ ասելա արեք այնպես, ինչպես օրենքն է պահանջում։